Բարև ձեզ հետ է խոսենք օրենքից հաղորդաշարը, Մանուշն է Եսայան տաղավարում, ինձ հյուր է եկել այսօր Գանե Գաբրիելյանը, Գանեն տնտեսական գիտությունների դոկտոր է, Գանե ջան բարի գալուս մեր տաղավար, քիչ անց էլի կխնդրեմ ձեզ ներկայացնեք եւ պատմեք ձեր մասին, բայց այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է լինելու, անպայման լսեք, հետևեք մինչև վերջ այս հաղորդմանը, մենք խոսելու ենք ջրային ռեսուրսների մասին, ջուր ունենալ չունենալու խնդրի մասին, ինչու են ուզում մեր ջրերը կտրեն եւ այլ նմանատիպ հարցերի շուրջ։ Բարի գալուս Գանե ջան, ուրախ եմ նորից այստեղ հյուրընկալելու ձեզ։ Ես եմ շնորհակալ, կրկին հաճելի է ձեզ հետ խոսել, կարծում եմ աշխարհում ամենակարևոր թեմաներից մեկի մասին եւ հենց ձեզ հետ, որովհետեւ իրավունքի տեսանկյունից ջրային ռեսուրսների կառավարումը ամբողջությամբ կախված է իրավաստեղծ գործունեությունից, հետեւաբար ինձ թվում է մեր խոսակցությունը որպես տնտեսագետի եւ ոչ վաղ անցյալում նաեւ քաղաքական գիտությունների դոկտորի տեսանկյունից հետաքրքիր կլինի այս թեման նաեւ հարությանը, վերջի զարգացումների եւ կարծում եմ հարության մի փոքր ավելի զգոնության բարձրացման տեսանկյունից։ Մենք մի քիչ բան ենք, չէ՞, շատ ջրի հանդեպ թեթև վերաբերմունք ունենք, ինձ թվում է, որպես հասարակություն, կարծես մենք որ միշտ տեսնում ենք, ես փոքրուց տեսել եմ այդ շատրվանները մեր փողոցներում, շատրվաններից միշտ այդ ջուրը, որ անդադ գնում էր ցայտ աղբյուրները փոքրիկ, հա, այդ մենք պուլպուլակ ենք ասում մեր սովորական խոսույթում, ու մենք երևի թե մտածում ենք, թե մենք ջրի խնդիր չունենք եւ չենք կարող ունենալ։ Հետեւաբար մենք որպես հասարակություն երևի դրան էլ պատրաստ չենք հասկանալու, թե ինչի պետք է մենք ջրի խնդիր ունենանք, եկեք այս թեմայի շուրջ խոսենք, ինչու է սա կարևոր։ Մենք ջրի խնդիր չունենք, եւ դա ճիշտ է, մենք ջրի կառավարման խնդիր ունենք։ Ահա, շատ ճիշտ ուղղում, այո։ Եկեք փորձենք բնությանը չմեղադրել, որտեվ այդ առումով բնությունը մեզ չի նեղացրել։ Մենք գտնվում ենք Արարատյան դաշտի եւ Լեռնաշխարհի, հայկական Լեռնաշխարհի ամենաջրառատ հատվածում, եւ պատմականորեն Հայաստանի հայկական Լեռնաշխարհը սփռվել է այն տարածքներով, որտեղ որ հոսել են ամենաջրառատ գետերը։ Եվ եկեք մի փոքր քայլ անենք դեպի պարզ գաղափարներ, որովհետեւ ինչի է սա կարևոր, ընթացքում կբացեմ ես նաեւ այդ հատվածը, բայց ես ուզում եմ ասեմ, որ չնեղացնելով ոչ մեկին, բայց սա կլինի նաեւ իմ երկխոսությունը վարչապետի հետ, որովհետեւ շատ կուզենամ, որ այս հաղորդումը նաեւ դիտի Հայաստանի Հանրապետության ներկա վարչապետը եւ եթե ընտրություններից հետո կլինի փոփոխություն նաև հաջորդ վարչապետը, եթե կմնա նույն վարչապետը, ապա կրկին վարչապետը։ Ինչու՞։ Որովհետև 8 տարիների ընթացքում մեր կառավարությունը չկարողացավ ջրային ռեսուրսների կառավարման հարցում հասնել ոչ մի արդյունքի։ Եվ դրանում կան օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ շատ բարդ ուրեմն պատճառներ։ Ես հիշում եմ, որ պատերազմից հետո 2020 թվականին էկոնոմիկայի նախարար նշանակվեց պարոն Քերոբյանը։ Կրկին միանգամից ասելով, որ ես պարոն Քերոբյանի նկատմամբ որպես մարդ ոչ մի բան չունեմ, ես շատ լավ եմ իրան վերաբերում, բայց որպես քաղաքական գործիչ չեմ ուզում գնահատեմ, բայց որպես էկոնոմիկայի նախարար շատ բացաբար եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ մեր ոլորտները էականորեն տուժեցին այդ կառավարման եւ ոչ պրոֆեսիոնալ պետական կառավարման արդյունքում։ Ինչու՞։ Առաջինը ինչը եղավ պարոն Քերոբյանի նշանակելուց հետո եւ վարչապետի օրակարգային հարցերից էր միշտ ջրային ռեսուրսների կառավարումը։ Եթե մենք գնանք 1 տարի հետ, 2 տարի հետ, 3 տարի հետ կամ 4 տարի հետ, մենք կտեսնենք, որ վարչապետը խոսում է ջրային ռեսուրսների կառավարման բացերի եւ խնդիրների մասին, կարևորության մասին չի քննարկվում անգամ, բայց թե ինչ արե հետո վարչապետը, այ դա է ինձ ստիպում, որ այս երկխոսությունը լինի ձեզ հետ, բայց իլուր վարչապետի։ Տեսեք, պարոն Քերոբյանը ինչ արեց, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն ջրային ռեսուրսների կառավարումը եղել է երկու նախարարությունների, ոնց որ ասած, դիրույթում, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախկինում բնապահպանության նախարարություն։ Եվ 2002 թվականին ընդունվել է առաջի ջրային օրենսգիրքը։ Բավականին խրթին օրենսգիրք է, ես եղել եմ նաև այդ օրենսգրքի բեկումնային փոփոխություններ իրականացնողներից մեկը 2022-23 թվականներին,
ՍԵՊԱ-ի շրջանակներում եւ ջրավազանների կառավարման տեսանկյունից, քանի որ ջրավազանների կառավարումը իրականացվում է 5-6 տարվա կտրվածքով, դրանից հետո դրանք փոփոխվում են։ Հիմա կարծենք նաեւ ինչ բան է ջրավազանի կառավարումը։ Բայց ինչ եղավ, հենց նշանակվեց պարոն Քերոփյանը, կառավարությունում քննարկում, եւ հետո երբ որ ձևավորվեց տարածքային նախարարությունը, դեռ ենթակառուցվածքների չէր, եւ ձևավորվեց ջրային կոմիտեն, ոչ բարով, որ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի բանն է, էլի, կործանարար ուժը, այնուամենայնիվ այն բոլոր ղեկավարներով, որն այն ունեցել է։ Եվ ջրային ոլորտը սկսեց կառավարվել 3 նախարարությունների կողմից, այն է այսօր էկոնոմիկայի նախարարություն, որը ներառում է գյուղատնտեսության բլոկը, շրջակա միջավայրի նախարարությունը, որպես խմելու ջրի առհասարակ եւ ջրային ռեսուրսների կառավարման պատասխանատու եւ տարածքային կառավարման նախարարությունը իբրև ենթակառուցվածքների եւ ոռոգման ջրի կառավարում եւ վիոլա ջրի պայմանագրի կողմ։ Հետո վիոլա ջրի մասին առանձին իր մասով։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ։ Վարչապետը կրկին դրեց այդ խնդիրը, որ մենք ջրային ոլորտի ռազմավարություն ըստ էության չունենք։ Այո։ Եվ ցավոք սրտի այդ ժամանակ ով հասկանում կամ չէր հասկանում ջրային ոլորտի, սկսեց վարչապետին խորհուրդներ տալ։ Խորհուրդներից մեկը տարիներ հետո արեց Մհեր Գրիգորյանը, որը կարծում եմ հաջորդ մեծ սեպներ ունենալ ռազմավարություն ու չունենալ ռազմավարությունների միջև, այն է, որ մեզ պետք է միասնական ջրային ռեսուրսների, ջրային ոլորտի ռազմավարություն, ինչը անհնարին է աշխարհում։ Որովհետև ոռոգման ջուրը իր կոնցեպտով լրիվ այլ բան է, խմելու ջուրը լրիվ այլ, արտադրականը, հա, այսինքն ջրային ոլորտը իր բազմաբովանդակությամբ ու բազմաշերտությամբ չի կարող տեղավորվել իմպլեմենտացիայի տեսանկյունից մեկ ռազմավարության մեջ, իսկ ռազմավարությունը մեծ հաշվով միայն բարի ցանկություններ չեն, ուզում ենք ունենանք 80 ջրամբար, ուզում ենք, չէ, դա իմպլեմենտացիա է, ներդրումային ծրագրեր են, ֆինանսական ռեսուրսներ են, արդյունավետություն է, KPI-ներ են, այո։ Ինչ ասեց պարոն Քերոփյան, ասեց ես կանեմ դա։ Պարոն Քերոփյանը լինելով ամբողջությամբ private, հա, մասնավոր ոլորտից, ընդհանրապես չիմանալով Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտի կառուցվածքը, կառավարման առանձնահատկությունները, ներքին խնդիրները, ձևավորված շուկան, ուզում եմ ասեմ, այս բոլոր հարցերը, մարտահրավերները, ասած որ ես կանեմ, խելացի պարոն Տերտերյանը, Վաչե Տերտերյանը, տկեն փոխնախարար ջրային ոլորտը տարիներ շարունակ համակարգող փոխնախարար, ասաց թողանի։ Դե гениальность надо проявлять во всем. Այդ գիտեք հաղորդում կա, угадай мелодию, որ ասում են, я угадаю эту мелодию с 3 нот. Угадывай։ Ու միջև այսօր մենք անում ենք, որտեվ այդ երաժշտությունը 3 նոտայով անհնար է ուրեմն գուշակել ու կռահել։ Հետո մենք ընկանք մի մեծ ջրափոսի մեջ, որը կոչվում էր Վահան Տերյան։ Թե ուր է հիմա Վահան Տերյանը էկոնոմիկայի փոխնախարար, ով որ եկավ սպիտակ ասպետ ձիով, ով որ պետք է PPP ծրագրեր աներ, ջրամբարներ սարքեր, ներդրումներ բերեր, հետո մի հատ է տիկին կար, որ եկավ ասեց մենք պետք է ջուրը էլեկտրաէներգիայի նման անենք, չէ՞ որ ինքը եւս ենթակառուցվածք է, այդ ջուր մի խոսքով ով որտեղից ինչ ուզես եկավ ասաց եւ գնաց ոչ ասելու համար պատասխանատվություն կրեց ոչ էլ չանելու համար պարզապես գնա ուր է հիմա Վահան Տերյանը գծե ուր է հիմա այդ երկար ազգաննով տիկինը որը խորհրդատու էր Քերոփյանի ով պետք է պատասխան տա 8 տարվա ընթացքում վարչապետի սեղանին ոչ մի անգամ պատշաճ ջրային ռազմավարություն չներկայացնելու համար էկոնոմիկայի նախարարության շրջանակներում տարբեր EU ծրագրերով, տարբեր USAID ծրագրերով ներկայացվեցին տարբեր ռազմավարություն։ Բոլորը ջախջախվեցին Մհեր Գրիգորյան, Քերոփյան, այս սաղ ազգանունների կողմից, ընդ որում ես Մհեր Գրիգորյանին շատ լավ եմ վերաբերում, բայց դա չի նշանակում, որ ես չեմ արձանագրի, որ ինքը կործանարար ազդեցություն ունեցավ ջրային ոլորտի կառավարման տեսանկյունից, եւ որևէ մի անգամ վարչապետի արչեւ մի փաստաթուղթ չներկայացվեց, որ ուղակի քարտեզ լինի, իրան բացատրեն, թե ջրային ոլորտը եւ ջրային ոլորտի կառավարումը ինչ է նշանակում։
Պարոն վարչապետ, ես շատ անգամ եմ ուզել այս ձեր առջև որպեսի դրվի, բայց ցավոք իմ եւ ձեր միջև եղած ֆիլտրները դա թույլ չտվեցին անել։ Ես հասել եմ Փարիզ, OECD, ով աշխարհում լավագույնն է տնտեսական տեսանկյունից, ջրային ոլորտի ամբողջական ուսումնասիրությամբ եւ շատ հակիրճ քարտեզի ներկայացմամբ։ Այս ատլասը սարքվել է USAID օգնությամբ GATO ծրագրի շրջանակներում, որը որ լավագույն ուսումնասիրություններից մեկն է ջրային ոլորտում, կա եւս ԿԶՆ կայուն զարգացման ծրագրերի շրջանակներից մեկի կողմից պատրաստի ռազմավարություն, որը ներկայացվել է վարչապետի քննարկմանը չի հասել վարչապետին, ֆիլտրներում բախվել է ուրեմն խոչընդոտների եւ որևէ անգամ այս քարտեզը վարչապետի առջև չի դրվել, որpիսի վարչապետը պատկերացնի ամբողջությամբ խորքային պատկերացնի, ինչպես է ձևավորվել Հայաստանի Հանրապետությունում ջրային ավազանների կառավարումը։ Ես հիշում եմ, երբ որ հերթական շրջայցերի ժամանակ վարչապետը հարցրեց այդ պահի դրությամբ ջրային ոլորտը համակարգող մի փոխնախարարի, վերջը ինչ բան է ջրավազանի կառավարումը, ու հայտնի պետական կառավարման ոլորտի գիտակ փոխնախարարը պատասխանեց. Գիտեք, դա մասնագիտական հարց է կլինի, ես չպատասխանեմ, վարչապետերից մեկը պատասխանի։ Ես ցավում եմ, որ այդ ժամանակ ես չընդհատեցի այդ ամբողջ նիստը եւ իմ դիմումը չդրեցի, բայց ես ընդհատեմ, դիմումս դնեմ, բայց պատասխանեմ այս հարցին, որտեվ չի կարա ոլորտը համակարգող փոխնախարարը չիմանա ինչ բան է ջրային ավազանի կառավարում։ Բոլոր պետությունները, մարդկությունը ձևավորվել է գետավազանների շուրջ։ Այսինքն մարդկությունը եկել է եւ հաստատել է բնակություն գետերի ջրերի կողքը։ Այո։ Եվ ամբողջ աշխարհում պետությունները կառավարվում են գետավազաններով։ Մենք պարզապես դա փոխել ենք ջրավազան անվանման, զուտ որպիսի առավել համապարփակ լինի, որ ջրային ոլորտի կառավարում, ոչ միայն գետերի, որտեղ մենք ունենք լճեր, լճակներ եւ այլ, այսինքն զուտ մի քիչ խոշորացնելու հասկացություն, բայց առհասարակ դա կոչվում է գետավազան։ Եւ եթե տեսնենք, մեր մոտ գրած է ջրավազանային կառավարման տարածքները եւ հիմնական գետավազանները։ Փարիզն է այդպիսին, Հռոմն է այդպիսին, Երևանն է այդպիսին, ցավում եմ, որ նախկինների կողմից վատ արած քղ գործերը, օրինակ Հրազդան գետը, որ անցնում էր Երևանի միջով, չորացրեցինք, հա, եւ թույլ չտվեցինք Երևանն է լինի բոլոր մայրաքաղաքների նման գետավազանաշուրջ։ Ցավում եմ, որ մենք դա չարեցինք, հատկապես Երևանի չորության, փոշու մենք փոշու հետ կապված ձեր հետ օդի աղտոտվածության նաև հաղորդում ունենք, առաջարկում եմ նաև ովքեր չեն դիտեն, գուցե նաև հետաքրքիր կլինի, բայց բոլոր քաղաքակրթությունները առաջացել են ջրի գետի շուրջ եւ դրա համար Հայաստանը բացառություն չի կազմում, բաժանվել է 6 գետավազանների։ Այսպես ներկայ։ Այո, 6 գետավազանների է բաժանվել Հայաստանը։ Կարող էր բաժանվել 14-ի խոշոր գետերի առումով, բայց քանի որ դրանց կառավարումը կլիներ բարդ, անգամ Փարիզն է 6 գետավազանի բաժանված, իսկ մենք վերցրել ենք ֆրանսիական մոդելը ջրային ոլորտի կառավարման, որոշում կայացեց խմբավորել։ Եվ ինչպես մենք ունենք հյուսիսային, մենք ունենք հարավային, դրանք ջրային կառավարման տարածքներն են, մենք ունենք Արարատյան, Սևան, Ախուրյան, հարավային։ Այսինքն այս 6 գետավազանների համար կազմվում են ռազմավարություններ, ջրային կառավարման ուրեմն ռազմավարություններ են տարածքային, որտեղ ամփոփված են գրեթե բոլոր հայտնի տեղեկությունները, որոնք վերաբերում են եւ ստորգետնյա, եւ մակերութային ջրերին, եւ լճերին, ուզում եմ ասեմ, ամբողջությամբ ներառում են ջրային ոլորտի տեղեկատվությունը եւ տալիս են ճանապարհային քարտեզ ջրային ոլորտի կառավարման ռազմավարության տեսանկյունից։ Եվ այս ամեն ինչ եմ այսքան բարդ ու երկար պատմում, որովհետեւ ըստ էության գաղտնիք չէ, որ պատերազմական ժամանակներում եւ մենք էլ 2020 թվականի պատերազմից հետո բացի անվերադարձ մարդկային կորուստներից վերադարձելի հողային կորուստներից մենք ունեցանք 20-ից 25%, կա գնահատականներ մինչև 30% ջրային ռեսուրսների, սկզբնաղբյուրների կորուստ։
Էլ չասեմ, որ Սյունիքի մարզում մենք ունենք Ողջի գետի, մենք ունենք Եղեգնաձորի, Եղեգիս գետի խնդիրները եւ անբարեխիղճ պատրաստված եւ սարքված ջեկերն ու հեկերը, որոնք ուղակի ոչնչացրել են գետերը, որի վերաբերյալ իմիջայլոց երկու նախարար մինչ այս նախարարը շրջակայքում կա համապարփակ ուսումնասիրություն կատարված, որը ներկայացվել էր նաեւ վարչապետին, տրվել էին հստակ հանձնարարականներ, որոնցից ոչ մեկ չի կատարվել։ Վերահսկողական այդ տեսանկյունից սա էլ հաջորդ խնդիրն էր, որը ես պետք է վարչապետին հանդիպման դեպքում ասեմ, որ ցավում եմ, որ դուք շատ լավ կարողանում եք գտնել խնդիրները, այսինքն փայլուն եք այն առումով, որ սկրինինգ եք կարողանում անեք իրավիճակը, շատ շուտ գտնեք խնդիրը, բայց երբեք հետևողական չլինեք խնդրի լուծման հարցում։ Եվ կարծում եմ այսօրվա հանրային բողոքը, խոսքը ինստիտուցիոնալ բողոքի մասին է, ոչ թե էմոցիոնալ, հենց դրան է վերաբերում, որ չէ որ դուք կանգնեցիք եւ նախընտրական բանում Քերոփյանն ասաց մենք 80 ջրամբար կսարքենք, ես ասում եմ դա անհնարին է։ Ինձ ասում են դու վատն ես, դու պոզիտիվ չես մտածում։ Ես պոզիտիվի հետ կապ չեմ, ես տնտեսագետ եմ, ես թվերով եմ մտածում։ Միավոր ջրամբար շինարարությունը գնահատվում է տարբեր գնահատականներով 1000-ից 4000 դոլար, կա տարբեր գնահատականներ։ Եվ մենք Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո ոչ մի ջրամբար չենք հասցրել հանձնել հանրությանը։ 16 տարի անց մի ջրամբար ենք ուզում հանձնենք, միջև վերջ դեռ չենք հանձնել, ոչ է սկսել ենք իրան դեռ լցնել։ Կապսի ջրամբարն է, որը KfW-ի հետ մի կերպ 20 միլիոն մետր խորանար, չնայած իր թողունակությունը 60 է, բայց մի կերպ 20-ն ենք ուզում սարքենք, դեռ հələ այդ գյուղ հիշում եք, վարչապետը ասաց մենք նոր գյուղ կստեղծենք եւ այլն։ Ուր է։ Այսինքն խնդիրն այն է, որ ով պատահի եկել է վարչապետը վստահել է այդ մարդուն, ինչ որ բաներ է ասել, որ խոսք դուր սա մենք տեր ենք կանենք, չեն արել, բայց պատասխանատվությունը քաղաքական մնացել է վարչապետի ուսերին եւ ցավում է, որ հանրությունը չի պահանջում այդ պատասխանատվությունը, որտեվ սա էլ է եռակողմ պատասխանատվության հարց։ Վարչապետը կսկսի երևի պահանջել իր նախարարներից, երբ որ հանրությունը սկսի վարչապետից պահանջել։ Ուրա մեր 80 ջրամբարը։ Չէ՞ որ նախընտրական քարոզի ժամանակ մենք խոսել ենք սրա մասին։ Տրվել է այդ խոստումը, բայց չկան այդ 88-ը չկա անգամ, մեկը չկա անգամ։ Բայց չէ՞ որ մենք արել ենք խորքային ուսումնասիրություն 80 ջրամբարների, մենք արել ենք ինվեստիցիոն տարբեր ներդրումային գնահատականներ, ինչպիսի ներդրումներ են պետք ջրամբարները վերականգնելու համար, եւ մենք բացատրում ենք, որ ջրամբարաշինությունը ցավոք աշխարհում մասնավորին հետաքրքիր չէ։ Ջրամբարաշինությունը հետաքրքիր է միայն պետությանը, եւ դա երկարաժամկետ ներդրում է փոքր IRR-ով, շատ փոքր, այսինքն շատ ուշ է եւ յետգնման ռոին ժամկետը եւ IRR-ը տնտեսական ներքին դրույքը, հա, հետեւապես ինքը մասնավորին հետաքրքիր չի, մենք միշտ տնտեսագիտության մեջ ջրամբարաշինության ոլորտում ներդրումները կոչում ենք թոշակառուների բան, ովքեր շատ փող ունեն, ուզում են իրենց պետությանը ի վերջո մի լավ բան անեն, չեն ակնկալելու այդ բիզնեսից մեծ եկամուտներ եւ ջրամբարաշինությամբ են զբաղվում։ Այո, ինքը ունի ռեկրեացիոն գոտի լինելու հնարավորություն եւ այլ եւ այլ եւ այլ։ Այս խումբ խնդիրների մեջ, որոնք որ մենք ունենք, մեր ամենախնդրահարույց ջրավազանները, որոնք որ կասեցնում են, խեղդում են Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտը, բնականաբար Արարատյան դաշտի 3 ջրավազաններն են։ Ախուրյան, Արարատյան եւ Հրազդան։ Այս 3 ջրավազանները, որտեղ կարմիր գծով քարտեզագրված է մեր Արարատյան դաշտի տակի ջրավազանը, ամենախոշոր։ Գնահատականներ 2016-20 թվականի դրությամբ, որ մոտավորապես այդտեղ ջուրը կուտակվում է 3 միլիոն 100, 3 միլիոն 200 միլիոն մետր խորանարդ, հա։ Ցավում է, որ դա արդեն հնացած է, որովհետև մենք անբարեխիղճ վատման արդյունքում այդ ջրավազանը եւս դարձրել ենք պարզապես առանց գիտակցելու կամ գիտակցաբար
ճահիճ, ինչու, որովհետև ինչքան ջուրը քիչ է, այնքան աղակալումը շատ է։ Եվ արդեն եզրագծերում անգամ կան հորեր, որտեղ արդեն ջուր չկա, չորացել է նախ, իսկ երկրորդը աղի պարունակությունը այնքան բարձր, որ նա ոչ մի բանի համար այլևս օգտակար չէ, պիտանի չէ օգտագործման համար եւ այդ վերլուծությունն էլ կա։ Մենք ստեղ մոտավորապես ունենք 1900 հորերի 1900 հատ հորեր, մեծ մասը բնականաբար հիմա կենտրոնացել են մեջտեղի հատվածում, որտեղ ամենախորքային հատվածները մինչև 350 մետր հորատած հորեր ունենք։ Դա սովետի ժամանակ է արվել, մենք այդքան երկարությամբ հոր հիմա փորելու հնարավորություն եւ տեխնոլոգիաներ չունենք, բայց այստեղ ունենք այդպիսի հորեր, մի փոքր Արախուրյանի, մի փոքր Արարատյանի, հիմնականում Հրազդանի ջրավազանի հատվածում եւ ինչ ունենք մենք այդտեղ ձկնաբուծարաններ մասնավոր մասնավոր թե պետական օրինակ պետական Երանի թե հա կփակենք կվերջացնենք ձկնաբուծարանների հարցը եւս 2-3 տարի առաջ վարչապետի կողմից շատ խիստ դրվեց որ փակում ենք եւ վերջ եւ կրկին կառավարման ոլորտի փայլուն մասնագետ եւ նույն ոլորտը ղեկավարող այդ ժամանակ փոխնախարարը հայտարարություն արեց վարչապետը հանձնարարել է ոչինչ կջրենք ջուրը ջրով կջրենք եւ ջրեց եւ ձկնաբույծները սկսեցին էմոցիոնալ տարբեր բողոքներ բայց իրանց մեջ կան շատ գիտակից մարդիկ եւ իրանք գիտեն որ իրանք չեն ժառանգելու այդ բիզնեսը իրանց տղաներին որտեվ իրանք ոչ միայն իրանց այլ նաեւ մեր ջուրն են վերջացնելու որտեվ այդ ջուրը միայն մեկ չենք օգտագործում, այդ ջուրը օգտագործում են նաև Թուրքիան, որտեվ մենք Արաքս գետով սահմանակից ենք Աչակողմյան եւ Ձախակողմյան հատվածներով գտնում են երկու պետություններ, իսկ Գագաթի Հայաստանի Հանրապետության բարձրադիր լեռնային գոտում, որտեղ Արփյա ջրամբարն է, հա, Արփալիչի ջրամբարը մենք ունենք, եւ որտեղից սկսվում է նաեւ Արաքս գետը եւ Ախուրյանի ջրամբարը, որտեղ որ մենք ունենք Ախուրյան Արաքս ջրամբարը որտեղի միջալոց ես աշխատել եմ, տուրբիններ են վերանորոգել, գիտեք, կան շինություններ, որոնք չես հավատում, որ մարդու ստեղծած է։ Եվ այս Ախուրյան Արաքսի ջրամբարը այդպիսի շինություն է։ Որևէ մի այլևս կառավարություն չի կարողանա սա անել, իրանք պետք է ամեն օր գնան Սովետ միության հիշատակի համար մոն վառեն, պաչեն իրանց հիշատակը, որտեղ իրանք այսպիսի ջրամբար անել չեն կարող։ Մենք այստեղ պայմանագիր ունենք Թուրքիայի հետ 50-ական 60-ական թվականներին, որը միջորս ոչ մի անգամ չի վերանայվել, այս ջրամբարը օգտագործվում է 50-50 սկզբունքով, բայց արդեն իսկ այս հատվածում եւ այս հատվածում Թուրքիան 3 ջրամբար է կառուցել 1 միլիարդ, խնդրում եմ այդտեղ ուշադրություն, ամբողջ Հայաստանի ջրամբարները որ գումարենք իրար, գուցե 1 միլիարդ լինի, բայց ինքը կառուցել է 3 հատ 1 միլիարդ մետր խորանարդ ջրամբարներ, որը բնականաբար ջրամբարվում են Արաքս գետի միջոցով եւ դրա արդյունքում է որ մենք ունենք այսօր խնդիր Իրանի հետ որտեվ Արաքս գետը նվազել է ջուրը մենք այստեղ այլևս հեկ սարքել չենք կարող չնայած այդպիսի համաձայնագիր ունենք Իրանի հետ համատեղ Հրազդան հեկի նման մեծ հեկ կառուցելու այդ նախագիծը արդեն ջրին է գծված որովհետեւ անհնարին է այս ջրային ռեսուրսների քանակի պարագայում Բացի դրանից դա մեր միջև նաև ստեղծել է որոշակի անհամաձայնություններ, էկոլոգիական խնդիրներ, ով է օգտվում, ինչու Թուրքիան միջև վերջ չի չորացնում Արաքս գետը Ադրբեջանը, որտեվ հաջորդ սնուցվողը այս գետից Ադրբեջանն է, ինքը վերջինն է, այս առումով ամենավատ դիրքում գտնվողը, բայց մյուս կողմից է փարկասու այդ դեպքում Թուրքիան կչորացներ Արաքսը միանգամից իր ակունքներից, իսկ Թուրքիան ոչ մի ջրային կոնվենցիայի մասնակից չէ, որտեվ ինքը բարձրադիր գոտում է, ինքը չի ուզում ոչ մեկի հետ կիսվել, այսպես։ Ինչ ունենք մենք հետո։ Երևանը եւ Երևանը բնականաբար շատ հետաքրքիր է Հրազդանի տեսանկյունից, որտեղ նաև մեր աերացիայի կայան, այսպես կոչված աերացիայի կայանն է գտնվում, ցավում եմ նրան այդպես անվանել, բնականաբար դա աերացիայի կայան չէ, դա ուղղակի մուլյաժ է, որտեղ օրինակ
ես միշտ ասում եմ, երևի ովքեր նայել են իմ հաղորդումները, կասեն կրկնվում է, բայց ներողություն եմ խնդրում, օրինակ, եթե կով մահանա վերևներում ընկնի, այդ ցանցավանդակը կբռնի այդ կովին։ Ոնց որ չի անցնի այդ կովը, բայց օրինակ եթե մի կին ընկնի եւ իր կրունկները, կոշիկները ընկնեն, կոշիկը կանցնի։ Հասկացա։ Եվ դրա արդյունքում մենք ունենք լուրջ ջրի որակի խնդիր այստեղ։ Մենք այստեղից մենք Թուրքիայից արդեն ստանում ենք որոշակի քիմիական տարերով ջուր, որը ինքնամաքրման գետի ուրեմն ֆունկցիայի գործառույթի արդյունքում չի մաքրվում։ Ինքը մնում է։ Բայց մենք այստեղ նաև աղտոտում ենք ջուրը կենցաղային աղբով։ Իհարկե գետը դա ինքնամաքրում է մինչև այստեղ, բայց հետո մենք ունենք բնականաբար այստեղ ուրիշ պատմություններ, հանքարդյունաբերություն, մյուս, բայց մենք ավելի պատշաճ ենք իրականում այս մասով, քան Իրանը, քանի որ մենք ստեղծել ենք ջրային փակ համակարգեր ջրամբարների համար եւ փայլուն այդ նախագիծը ներողություն, որ պետք է գլուխ գովամ, իրականացրել եմ ես գործընկերների հետ, կողքի հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատուների հետ մենք ստեղծել ենք փակ պոչամբարի ուրեմն ջրավազաններ, որտեղ հիմա ջուրը ավելի մաքուր է, քան օրինակ Հրազդան գետում։ Տեսեք, այս ամբողջ պատկերը ինչի եմ ես ասում, որովհետև ցանկացած ղեկավարի համար շատ կարևոր է պատկերը տեսնել մի հատ միասնական, որպեսզի հասկանալ ինքը ինչ ունի իր ձեռքի տակ, եւ հետո մասնատել։ Երբ որ մենք մասնատում ենք պատկերը եւ գալիս ենք կրկին Արարատյան դաշտ, ինչի, որտեվ սա մեր խնդիրների կենտրոնն է եւ այստեղ այնքան բազմաշերտ են խնդիրները։ Աղակալված հողեր Մասիս քաղաքում, իսկ ինչի Մասիս քաղաքում, որովհետեւ Մասիսը այս ուրվագրված հատվածի այս մեջտեղի հատվածում, այսինքն այնքան աստեղից արդեն ջուրը քաշվել, չէ՞ որ այդ ջուրը նաև հողային շերտն է պահում, որ հողը մինչև կես մետր խորությամբ աղակալված է, ինչա նշանակում, սա անգամ անհնար է արդեն ռեկուլտիվացնել։ Կամ բազում ներդրումներ են պահանջվում նման տեսակի հողը ռեկուլտիվացնելու։ Այսինքն գյուղատնտեսությանն է։ Չէ, մոռանանք գյուղատնտեսության մասին, միակ գյուղատնտեսական տարածքում, որ մենք ունենք։ Այս sense մի փոքր էքսկուրս։ Կանք դեպի Վիոլա ջուր։ Այո, ես էի ուզում ասել, այս կտորը գլոբալ եւ ռազմավարական տեսանկյունից ինքը իհարկե շատ կարեւոր է, հետաքրքիր է, բայց այս խնդիրը տեղափոխենք ավելի կենցաղային մակարդակ եւ փորձենք խոսել։ Օրինակ վերջերս գիտեք, որ Վիոլա ջուրը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է ջրամատակարարումը նվազեցնել, եթե հիշողությունը չի դավաճանում 24 ժամից դարձնել 17 ժամյա, չէ՞։ Եվ բավականին մեծ դժգոհության ալիք բարձրացավ, այդ դժգոհության ալիքի ֆոնին եւ նաեւ հայտարարություններ տեղի ունեցան, որ կառավարության միջամտությամբ այդ ծրագիրը կասեցվեց։ Որպես իրավաբան ասեմ, որ մենք ունենք հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող հանձնաժողով, որը ըստ էության պետք է ենթադրվում է առնվազն, որ պետք է այդ ոլորտը համակարգողը լինի, այդ ոլորտի մեջ այն բալանսը սահմանողը լինի հասարակության եւ կոմունալ, այսպես ասած, այդ շահերի տեսանկյունից, բայց երբ ես որպես իրավաբան ծանոթանում եմ հանձնաժողովի որոշումներին, տեսնում եմ, որ հանձնաժողովը շատ մեծ հաճույքով կարծես թե հավանություններ է տալիս, դա կլինի հեծի, կլինի Վիոլա ջրի այն բոլոր առաջարկերին, որոնք որ սահմանում են որոշակի ձևով հասարակությանը դժվարություններ եւ անհարմարություններ պատճառելու այսպես ասած որոշումները։ Հեծը իր հերթին է հոսանքի էլեկտրամատակարարման ժամկետները կրճատում, որտեղ հանձնաժողովը նման որոշում է թույլ տալիս, Վիոլա ջուրը իր հերթին է ուզում կրճատել, որտեղ հանձնաժողովը այդ թույլտվությունը այսպես այդ որոշումները հաստատել, այդ որոշումները իրականում հաստատված են եւ կան։ Հիմա եկեք հասկանանք, ինչի է Վիոլա ջուրը մեզ հետ այդպես վարվում։ Եկեք կրկին պետք է գնանք հետ, ներողություն եմ խնդրում, եթե հետաքրքիր չես պատմական էքսկուրսները, բայց իրենք են հնարավորություն տալիս հետո հասկանալ ինչ եղավ արդյունքում։
Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո ջրային ոլորտը կառավարվում էր պետության կողմից։ Եվ մենք ունեցանք ենթակառուցվածքային շատ լուրջ խնդիրներ, որովհետև երկար ժամանակ ոչ մի ներդրում, բնականաբար ենթակառուցվածքի խիստ մաշվածք, նոր ուրեմն զարգացման փուլ, արդյունաբերության անկում, բայց ինչ որ ոլորտների, որոնք ջրօգտագործման տեսանկյունից նոր էին ուրեմն ակտիվացում եւ պետությունը հայտնվեց մի իրավիճակում, երբ մի օր հասկացավ, որ այլևս հնարավոր չէ իրականացնել սեփական ուժերի միջոցով, ինչը նորմալ է, բոլոր պետությունները գիտեն, որ PPP պետություն մասնավոր գործընկերությունը կամ կոնցեսիոն պայմանագրերը կամ հավատարմային կառավարումը իհարկե ավելի լավ է հանձնել մասնավորին, ինչը նաև հեծի մասով արվեց, պարզապես հեծի մոտ արվեց վաճառքի տեսանկյունից, ոչ թե որպես օպերատոր, օրինակ ոնց որ Երկաթգիծը, Հարավկովկասյան կամ ջրային ոլորտը Վիոլա ջրի, վաճառք արվեց եւ ես չեմ կարծում, որ դրա արդյունքում տուժեց կառավարումը հեծի, բայց հեծը թողենք, որտեղ այնտեղ շատ քաղաքական հարցեր կան եւ ընկերներ, ես չեմ ուզում ոչ մեկին դատական գործընթաց է գնում, դատարանը ամեն ինչ կարծում եմ ցույց կտա։ Ինչ վերաբերում է Վիոլա ջրին եւ քանի որ ես պայմանագրին որքանով հնարավոր է ծանոթ եմ, եկեք այսպես։ Մինչ այդ կրկին Վիոլա ֆրանսերենում կառավարում էր, բայց դա կոնցեսիոն պայմանագիր չէր, հավատարմագրային կառավարման նման էր հանձնված Երևան ջուրը, եթե հիշում եք, եւ որն էր տարբերությունը, որ ներդրումները պետք է իրականացներ պետությունը, այսինքն Վիոլա այդ մասով կառավարիչ կազմակերպության վրա կապիտալ ներդրումների պարտավորություն չկար, շատ կենցաղային բառերով Վիոլա ջուրը պարտավոր չէր ձեր ծակ խողովակները վերանորոգեր, կներեք, պիտի այսպես ասենք։ 2017-ից վերանայվեց այս հարաբերությունները, մենք կնքեցինք տարածաշրջանում լավագույն տարբեր մարդկանց կողմից գնահատված, որ դա վատն է, տարբեր մարդիկ ասում են դա լավն է, բայց միջազգային հանրությունը տարածաշրջանում Վիոլայի կոնցեսիան գնահատում է լավերից։ Ինչո՞ց ես էլ։ Եվ ինչ արվեց դրանով երկար ժամանակ բանակցվում էր ներդրումների ծավալը, այստեղ իհարկե պետությունը շատ թույլ գտնվեց եւ ներդրումների ծավալը ընդհանուր պայմանագրի տևողության համար նախատեսեց $200 միլիոն։ Այն դեպքում, երբ տարբեր ուսումնասիրություններ գնահատում են ավելին քան 6-ից 7 միլիարդ ենթակառուցվածքների վերանորոգման համար անհրաժեշտ ներդրումները, ընդ որում ես տեղ ուղղում եմ օբյեկտիվ լինել նաև ջրամբարների։ Հա, ընդհանուր ջրային ոլորտի բարելավման չէ, լավագույն կետի հասցման համար Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ներդրում անել 7-ից 8 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ դոլար։ Եվ $200 միլիոն ներդրումը տարեկան չէ, ընդհանուր առմամբ կարծում եմ իրոք շատ վատ բանակցային կետ է, այնուամենայնիվ այն կա։ Եվ ինչ է անում ամեն անգամ Վիոլան, ասում է, գիտեք, ինչ կա այս իմ ներդրումային պարտավորությունն է, ես դա արել եմ։ Ու իրանք շատ լավն են բանակցությունների մեջ։ Անցյալ տարի մեծ ճնշում եղավ, եթե հիշում եք, եւ 11 միլիարդ ներդրման ուրեմն պարտավորություն ստանձվեց, բայց դա միայն Վիոլա ջրի կողմից չէ, նաեւ ջրային կոմիտե։ Այնտեղ 40-60 համամասնությամբ, բայց ես անպայման ուզում եմ ձեր մի ասածի մոտ մի հատ շտրիխ դնենք, էլի Վիոլա ջրի պայմանագրի կողմ հանդիսանում է ջրային կոմիտեն, այսինքն մինչև հանձնաժողովը այնտեղ կա կողմ, ով որ ստորագրել է պայմանագիրը եւ ով որ լիիրավ պայմանագրի անդամ է, ջրային կոմիտեն, տարածքային կառավարման նախարարությունը, եւ ես այստեղ ուզում եմ մենք հասկանանք, որ մեր մոտ շատ թույլ է ջրային կոմիտեի կառավարումը։ Ես չեմ ճանաչում նոր ղեկավարին, նախագահին, նախորդներին մեծ մասին ճանաչել եմ, կեսի այդ ընկերություն եմ անում, կեսի այդ թշնամություն չեմ անում, բայց ընկերությունը չեմ անում, իրանք բոլորը այս sense տղեկ են, բայց շատ վատ կառավարողներ։ Ընդհանրապես իրանցից ոչ մեկ չի հասկացել ջուրը ինչ է։ Ջրային ոլորտի կառավարումից այնքան հեռու էին, ինչքան ես օրինակ թռչնաբուծությունից, ինչը բերեց այս անընդհատ է ջրային կոմիտեի վրա, ոնց որ ղեկավար չեկավ, անընդհատ մենք 6-7 8 տարվա մեջ
Հիմա եթե հաշվենք 7-8 հոգի ջրային կոմիտեի ղեկավար ենք փոխել, սա խայտառակություն է։ Ու ամեն անգամ գալիս է մի մարդ, որը ավելի շատ չի ճանաչում ջրային ոլորտը, քան նախորդը։ Այսինքն ոչ թե մենք պրոգրես ունենք, այլ ռեգրես ունենք։ Հիմա այս մեր նոր ղեկավարը չեմ հետևել շատ իրեն, բայց գանք մեր օրեր։ Վիոլա ջուրը հայտարարեց։ Նա սա միայն Վիոլա ջուրը չհայտարարեց։ Ակնհայտ է, որ այդ հայտարարությունը արդեն հայտնի էր ջրային կոմիտեին։ Սկսենք այդտեղից։ Իրա ջոերով, իրա ջրով ընտրություններ անող տղեկով, իրան ձկնաբուծության համար 24 ժամը 7-ի վրա ջուր օգտագործող, իսկ դա մոռացանք ասել, որ այս ջրավազանի ջուրը խմելու է։ Ամենամաքուր, ամենախմելու ջուրը եւ այստեղ Վիոլան ունի 27 խորքային հոր միայն մի տեղում, որտեղ չկա ջրաչափ։ Ես պայքարում եի այս խնդիրների հետ եւ մեկը միավորված էներգետիկ կորպորացիան, որը հեցի մեջ է մտնում, Հրազդանում, ես շատ լավ հիշում եմ այդ օրերը, իրանք սովետի ժամանակ պատրաստված այդ մեծ խողովակներն են, 4-4.5 մետրանոց խողովակներ են, որոնք 400 մետրից ավելի եւ ավելի գնում են, այդ հենց մեր Հրազդանի ամենամեծ, իրանք ջրաչափեր չունեն։ Եւ ես այս ջրաչափման գործընթացը շատ խիստ էի սկսել Եվ մենք շատ տեղերում հասնում ենք հաջողությունների եւ մեծ խոշոր արտադրական ջրօգտ, այս որ ընկած են իմ եւ ձեր հետևից ջրաչափ դրեք։ Մենք այն ցաղային ջուր օգտագործող ենք։ Մենք տարեկան այնքան ջուր չենք օգտագործում, ինչքան իրանք օրական։ Հասկանում եք։ Դες թողեք մարդկանց հանգիստ այդ պուլպուլակները ձեր ասած, այդ այնքան ծիծաղալու է հասկանալու համար, թե 27 խորքային հորից 24-ը 7-ի վրա ջուր վերցնելը կամ Հրազդան հեկի վրա ջրաչափ չունենալը, Սևանը որ բաց են թողում այդքան ջրօգտագործումը կամ արտադրական ձկնաբուծության խայտառակ ջրօգտագործումը, դա թողած մենք ընկել ենք Գայանեի ու Մանուշի հետևից ջրաչափ դնենք։ Այդ դնենք 7 հատ դնենք, թող երկրաչափական պրոգրեսիվ այն աշխատի միևնույն է դա ուրեմն չի կարող արդարացնել եւ փաստորեն ինչ ստացվեց ասած որ դե մենք պետք է սովորենք ատամները լվանալուց ջուր փագել ես հիշում եմ այդ սոցիալական գովազդը ես փոքր էի որ դա այն որ մի հատ մարդու կլվանում էր ատամները հետո լիքը սիրելիս դա անում են այն ժամանակ երբ որ դու ամբողջ հարցը լուծել ես մնացել է խորքային հորերի կոնսերվացման փակման ճիշտ ջրօգտագործման, ջոերի հարցը, էլ չասեմ ինքնա այդ բաների հարցը մոռացա, որ ամբողջությամբ մենք Թուրքիային ենք ջուրը տալի, այդ հարցը ներկայացվել է վարչապետին, էլ չասեմ մեր պոմպերի խնդիրները, որ մենք լուրջ խնդիրներ ունենք ջրի, հեկերի, այս բոլոր հարցերը լուծեցինք, մնաց Գայանե Գաբրելյանի ատամ լվանալու հարցը։ Այ որ Գայանե Գաբրելյանը ատամ լվանալուց փակեց 8 միլիարդ խորանարդ մետր ջրի հարցը, որը տարեկան տարբեր գնահատականներով մտնում է Հայաստանի Հանրապետություն, իդեալական լուծման ուրեմն արդյունք կլինի։ Կներեք իհարկե, այստեղ էմոցիա եմ տալի, որովհետև այլ պայմանների դեպքում ջրային կոմիտեի նախագահին, ոնց հասկանում եմ, շատ լավ կրթություն ստացավ, բավականին ինտելիգենտ տեսք ունեցող մարդուն, երևի այլևս չեն մնացել խորհրդականներ այնտեղ, ցավում եմ, այնտեղ շատ լավ աշխատողներ են եղել, փայլուն, հիմա էլ կան իմ ընկերները, շատերը փախան տարբեր միջազգային ծրագրերով, որտեվ էլ չդիմացան այդ կներեք, էլ այդ բանին, այդ չեմ ուզում նեղացնեմ, լավ, այդ վատ կառավարմանը չդիմացան, փախան տարբեր միջազգային ծրագրերով, բայց դեռ կան մի երկու հոգի, որոնց կարող են օգնել այնտեղ, բայց խնդրում եմ խորհրդականներին փոխեք էլ այս բոլոր ջրային ոլորտի ղեկավարները, որ եկել են, այդ նույն խորհրդականներն են եղել, ոնց որ թե չի ստացվում։ Սա Վիոլայի հետ կապված, տեսեք, եւ Վիոլան ինչ է ասում, ասում է Ամռանը ես այլևս չունեմ այստեղից եւ այնտեղից ջրեր քաշելու, որտեվ սա քաշել օգտագործել եմ, մենք Արմավիրում շուտվանից ունենք այդ խնդիրը, մենք Արմավիրում շշերով ենք բերում մարդկանց խմելու ջուր։ Այդ չգիտեինք, նոր իմացանք։ Այդ ոչ մեկ չգիտեր, որ Արմավիրի մարզում խմելու ջուրի խնդիր կա, հենց Արմավիր քաղաքում։ Չէ՞ որ հիմիկվա մարզպետ տարածքային կառավարման նախարարը Արմավիրի մարզպետն է եղել։ Այդ չգիտեր ինքը խնդիրները խմելու ջրի Արմավիրի մարզի։ Ես չեմ ճանաչում իրան, կստати իրա նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեմ, բայց մենք իրար հետ չենք աշխատել, բայց ես իրա նկատմամբ վատ վերաբերմունք չունեմ։ Չէ, կա ում նկատմամբ ես վատ վերաբերմունք ունեմ, անթակույց։ Բայց կոնկրետ իր նկատմամբ ոչ, բայց
ինքը ուզում է հիմա մեզ ասել, որ նրանք չգիտեն մի օր Վիոլա ջուրը կանգնեց ու հայտարարեց, դե ինչպես կասեր Ստանիսլավսկին, не верю։ Ինչ վերաբերում է այս ժամայինին, այո կրճատելու են, որտեվ իրանք չունեն ջրային ոլորտի կառավարողներ։ Ես կարծում եմ, որ իրանք նաև չունեն մարդիկ, ովքեր ամբողջությամբ կարդացել են Վիոլայի եւ Հայաստանի Հանրապետության միջև կնքված կոնցեսիոն պայմանագիրը 800 էջ վախենում է սկսել կարդալ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ինքը զբաղվում է գնագոյացման խնդիրներով, Վիոլա ջրի գնագոյացման վրա 3 տարբեր գործոններ են ազդում, որից մեկը ջրակորուստներն են։ Եվ մենք այս խնդիրը եւ Երևան քաղաքամայրի հետ ունեցել ենք, այո, ցայտաղբյուրները ունեն ազդեցություն եւ հատկապես ցավում են պատերազմից հետո որպես հուշակոթողներ դրանք շատացան բայց մենք այդ լուծումը առաջարկել ենք որ մենք չենք ասում դրանք վերացնել բայց բոլորի վրա դնել պոմպեր եւ անգամ մենք ասացինք որ եթե այդ պոմպերի ներդրումները բարդ են որտեվ կան պոմպեր որոնք քանդեցին ջարդեցին մարդիկ վանդալիզմ է դա բայց օբյեկտիվ լինենք 200 պոմպ տեղադրվել է պիլոտային 200-ից 180-ը կոտրել են դա վանդալիզմ է Դա արդեն հարցը այդ հասարակությանը, որը որ չի հասկանում, որ մենք չենք ուզում Հայաստանի եւ մասնավորապես եւ Երևանի դեմքը փոխել, որտեվ ցայտաղբյուրները Երևանի դեմքն են, նաեւ շատ մարդիկ հենց դրանով են առանձնացնում, ինչով է առանձնացում, բայց դնել պոմպեր, որպեսզի ջուրը օգտագործվի, երբ դու դրա կարիքը ունես եւ հատկապես մենք ունենք վիճակագրություն 800 տարբեր ցայտաղբյուրների Երևան քաղաքում եւ դրանցից 30%-ը մի շենքի տարածքում դե այդտեղ տղաներ են եղել յուրաքանչյուր ծնող իր տղայի համար դրել է ասենք մենք մի շենքի տարածքում ունենք տեղեր որ 5-6 ցայտաղբյուր կար եւ ես այն ժամանակ եւս այս առաջարկությունը արեցի եկեք եթե պոմպերը չեն աշխատում իրանք ժամանակացույցով աշխատեն մի օր մեկը ամբողջություն եւ դա հնարավոր է անել կամ կրկին նույն ծնողներին խնդրել որ իրանք պոմպեր տեղադրեն իսկ ծնողը որ տեղադրի հաստատ բակի բնակչությունը դա ավելի լավ Հա, հետո տղաների անուններով են այդ ցայտաղբյուրներին մի քիչ ուրիշ էմոցիայով են էլի վերաբերում։ Հաջորդ խնդիրը դրանք հրշեջ ծառայության տեղադրված ջրային պոմպերն են, որոնք ըստ Վիոլա ջրի ջրաչափվող չեն եւ իրանք ջրակորուստ են հաշվարկում եւ բաշխում են իմ եւ ձեր վարձի միջև։ Եվ երրորդ խնդիրը դրանք չջրաչափված մնացած բոլոր մարդիկ են, դրանք եւ մարդիկ են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւ հենց իրենք։ Հենց Վիոլա ջուրը։ Եվ այս խնդիրները հնարավոր է լուծել։ Եվ դրա համար պահանջվում է պետական կառավարման կրթություն ստացած մարդկանց թույլ տալ զբաղվել իրենց գործով եւ վերացնել այս վատ խոսույթը մեզանում, որ ինչ մասնագիտությունա, որ կառավարիչը կառավարման ես մի քանի տեղ եմ ես վերջերս դա արդեն լսել, արդեն մեր ընկերուհին էլ չդիմացավ ճնշմանը բան արեց, շատ ափսոս, գոնե մեջներից ինքը ինչ մտածում են էլ խոսում էր։ Բայց ես մի քանի տեղ եմ ես խոսույթը արդեն լսել, շատ վտանգավոր է զարգացնել այս խոսույթը մեր երիտասարդների մեջ։ Սիրելիներս, կարևոր է, որ դուք լինեք կառավարման դիպլոմով, ու այդ դիպլոմը ստացած լինեք դուք որ գնաք պետական կառավարման ոլորտում աշխատեք, որովհետև կառավարումն էլ է լինում տարբեր, կա մասնավոր կառավարում, կորպորատիվ կառավարում եւ պետական կառավարում։ Դրանք տարբեր են, որովհետև այս բոլոր խումբ խնդիրները, տեսեք, ներկայացված են այստեղ օրինակ։ Ես ուզում եմ հարցնել, որևէ մեկը սա մի անգամ տարել է վարչապետին նվեր։ Ես նախագահային տարել եմ, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահան հետաքրքրված էր ջրային ոլորտով եւ ես այդ առումով շատ ողջունում եմ իրեն, որ ինքը իրոք զգացել է եւ կարեւորել է այս խնդիրը եւ ես այս ատլասից նվեր տարել եմ նախագահային եւ շնորհակալ եմ որ ինքը ընդունել եւ լսել է, բայց ցավում եմ որ իր ձեռքերն էլ կաշկանդված են կոլեգիալության տեսանկյունից, որ կա 3 նախարար, ովքեր այդ ոլորտը համակարգում են եւ հիմա նախագահը մտնի, ինչ ասեց այդ մարդուն բնականաբար, չէ, մեղադրանքներ, քո գործով զբաղվի Բայց ինչու ոչ, ինչի նախագահը չի կարող օրինակ խնդրի առաջամարտիկը լինել, խնդրի առաջ շողը լինել, ինչի չի կարող ինքը օրակարգ ձևավորել, կարող է, չէ, կարող է ասել այս այն հարցն է, որ մենք բոլորով պետք է լծվենք այս գործին, քաղաքական կամփ պետք է դրսևորել, այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում այս ոլորտը, լքեն ոլորտը, որտեվ նույն Կանադայում Տրամպ ուզում է վերցնի Բայց ես մի բան է պետք է ասեմ էլի Ասեմ ու վերջացնենք Ես մի բան է պետք է ասեմ Ուրեմն անցյալ օրը Տրամպը ասաց
որ Իսրայելին բոլոր հողերը, որոնց վրա ինքը հավակնություն ունի, ընդհանուր միջև Եգիպտոս, Հորդանան եւ այլն, Աստծո կողմից է տված։ Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին ասենք, որ Արարատն էլ է մեզ Աստծո կողմից տված ու Արարատյան դաշտը, ու հայկական լեռնաշխարհը թող վերադարձնի էլի Տրամպը մեզ, որտեղ ոնց հասկացանք միջազգային իրավունքը тут ни при чем, Աստծո ապավինության ենք, մենք էլ Աստծո ժողովուրդն ենք, մենք կանք Բիբլիայում, մենք էլ կանք, այն որ Նոյ եկավ նստեց Արարատի փեշերին։ Ավարտելով, ես շնորհակալ եմ, որ մենք այս թեման բարձրացրինք։ Շատ վատ է լինելու, սիրելի հայեր, ընտրություններից հետո, անկախ նրանից ով կլինի կառավարման, ով կանցնի, սա կապված չէ ընտրվող անձի հետ, որտեղ միևնույն է ջրային կոմիտեն եւ իր ջոերը եւ այդ ձևավորված ընտանիքները, ովքեր իշխում են ջրային ոլորտը, կմնան նույնը։ Ես ոտքով քայլել եմ ամբողջ Սևանից Հրազդան, ոտքով քայլել ենք, բազում խնդիրներ ունենք, բազում խողովակները ծակ, 24 ժամյա ջրակորուստներ, այդ բոլորը հիմա ասում են վիոլա ջրին, ջոերին, մեր աերացիայի տղեկին, Ժորժան, հա աշխատում եք, շատ եք աշխատում, բայց այդտեղ աշխատել շատ աշխատելու հարց չէ, այլ արդյունավետության հարց է։ Ես առաջարկում եմ, ասում եմ կիլոմետրեր դրեք, չի հասկացվում, որ կիլոմետրի վրա է խնդիրը, եւ մենք երբ որ ահազանգում ենք, սկսում ենք բացատրել, ստոպա, ձյաձյայի տան, կողքի, հատվածի խողովակը ծակ է եւ այս մեծ տրամագծով ջուրը ջրակորուստ։ Էլ չասեմ, որ բոլոր գնացող տանող խողովակներից այսպես կոչված հայերենում ասած լևի ջրագծերը, որոնք կպած են ռոռոկման ժամանակ եւ բոլորը դրանց մասին գիտեն։ Եթե ես այսքան կրուկներով դա անցել եմ, տեսել եմ, ուրեմն այդ բոլոր սպասարկող մարդիկ տեսել են։ Լավ չեմ ասում մեկ օրվա մեջ ամբողջը վերացրեք, որտեվ խումբ հարցեր ու քաղաքական ու տարբեր հյուսվածքներ են այնտեղ, բայց խմբավորեք ինչ որ հարցեր լուծեք, տղաներ։ Ինչ եմ ասում տղաներ, որտեվ աղջիկ չի մնացել այդ ոլորտում։ Ցավում եմ, որ ոչ շրջակա միջավայրում, ոչ տարածքային կառավարման նախարարությունում ոչ մի աղջիկ չի մնացել այդ ոլորտները կառավարող եւ բոլոր տղաները տանուլ են տվել այս կառավարման համակարգը։ Մեր նոր նախարարը շրջակա միջավայրի բնականաբար զբաղված է COP17-ով, ինչին ես հաջողություն եմ մաղթում եւ ամբողջությամբ աջակցում եմ, փայլուն նախարար ունենք, բայց բոլոր խնդիրներին չի կարող անդրադառնալ, ինչի Կանադան բերեցի օրինակ, Կանադայում կա 2 նախարարություն ջրի։ Նախարարություն ժամանակն է սթափվել եւ ջրային ոլորտին լուրջ վերաբերվել, այս կծի-պծի բոլոր ջրերը վերցնել եւ ստեղծել լուրջ ղեկավարում եւ այնտեղ բանիմաց մարդկանց հրավիրել, կուզեք պարգևավճար տվեք, կուզեք ամենառավոտյան սուրճ բերեք այդ մարդկանց, կուզեք երեկոյան մերսում արեք կամ ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ 24 ժամ աշխատեն, մենք կանգնած ենք ամենալուրջ դարաշրջանում ատոմային եւ ջրային պատերազմների։ Սա է։ Կանե ջան, շատ շնորհակալություն, ես էլ որպես իրավաբան կարծում եմ, որ այդ ոլորտը շատ ակտուալ է եւ այն պետք է հավուր պատշաճ ուշադրության արժանանա, նաեւ կիբերանվտանգության տեսանկյունից, որտեւ այդ կտորը եւս մեր ռազմավարությունում կա գրված, որ ջրային ռեսուրսները եւս կիբերանվտանգության ենթարկվող օբյեկտներ են, բայց կադաստրի մեջ ենք, որտեւ տվյալների այո կներեք, որ այդքան ուշադիր չենք, միգուցե նաեւ չենք հասկանում ինչ պետք է ուշադիր լինենք, բայց այո, երևի թե մեր պետության կարևորագույն խնդիրներից հենց առաջնային այն է, որ տարբեր ոլորտները ղեկավարվում են այն մարդկանց կողմից, ովքեր որ սիրողական մակարդակի են տիրապետում ցավոք սրտի ոլորտի խնդիրներին եւ չեն խորանում եւ հետեւաբար այդ խնդիրները պատշաճ լուծում չեն ստանում։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր հաղորդման համար, լսողներին եւ մեզ դիտողներին ցանկանում եմ խոհեմություն եւ պատրաստակամություն աջակցել մեր պետությանը ջրային ռեսուրսների կառավարման հարցում։ Եվ 24 ժամ ջուր։ Այո, եւ 24 ժամ ջուր ունենանք, այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։